Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Իսրայելյան, այսօր այս պահանջագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում են այս խմբի անդամները ներսում, ինչ պիտի քննարկվի, տեղյակ եք, կբացեք փակագծերը։ Այո, օրակարգը ոնց որ եղել է, պահանջը ոնց որ ներկայացված է եղել առաջի օրվանից, ուրեմն այդ օրակարգի համապատասխան, այդ կետերի համապատասխան լինելու է քննարկում, բայց քննարկման հրավերի հալայիմաստը չենք հասկանում, որովհետև դրանից հանդիպումից հետո արդեն կհասկանանք ինչ ձևաչափով իշխանության կողմից կամ ինչ ձևի են մոտիկանում այդ հարցերին, դրանից հետո արդեն ժողովրդին է ներկայացնվելու հանդիպման պատասխանները, դրանից հետո խորհրդի մեջ որոշում կայացնելու հետագա քայլերի, հետագա գործողությունների, process-ների հետ կախված։ Սպասելիքները ինչպիսին են մի կառավարությունից, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմի, եւ նույն ասում է, որ ըստ էության պետք է համակերպվեք եւ Հայաստանի քաղաքացիությունը ինչը կարևոր է պայմաններից է այդ եւ աշխատանքի տեղավորումը սոցիալական հավաքով ինչպես գիտենք Ադրբեջանը շարունակում է նախապայմաններով խոսել օրինակ եւ որոնք ասում են Միանվիցքի խմբի ծառումը չպետք է տեղ ունենա ծանրացեր 4 կետերի մեջ է մտնում 3 այլևս նույնիսկ ասում են որ դա պետք է տեղի ունենա կանաչ դեպքում իշխան Հայաստանի խաղաղության պայմանագիր չի ստորագրվում։ Նայեք, դուք արդեն ընդհանրապես բոլոր են կետերը, որ պահանջ եք ներկայացրել իշխանության, այդ կետերի կարևոր բաներն եք ներկայացրել, անդրադառնալով, որ ներկայ իշխանությունը խոսքի ներկայ իշխանության մեղքով մենք հայտնվել ենք այս իրավիճակում, հասկանալի է, որ ներկայ իշխանության կողմից կամ ներկայ իշխանության ներկայացուցիչների կողմից ոչ տենց բավարար պատասխաններ կարող ենք մենք, որ ասում է ցավոք սրտի ստանանք, բայց դա մեզ տալու է այս շարժման այն ուժը, այն հիմքը, որ հիմնավորված հետագա, նորից եմ ասում, գործողության process-ների հանրության հետ միասին որոշումներ կայացնելու առաջ գնալու առաջընթացը ու կարևորացնեմ ստեղ հաշվի առնելով նորից իշխանության այսքան ժամանակ մեզ մոլորացնելու, սուտ ասելու կամ իրանց ստերի մեկ զոհ դառնալու այսօրվա իրավիճակում հայտնվելու պատճառով հաջորդ գործողությունները կամ հաջորդ քայլերը մենք ոչ թե ինչ որ դուրս են գալու մի քանի բառ ասեմ մենք դրանից ոգևորվելու ենք կամ էլ ինչ որ ձևաչափով բան ենք անելու գնանք մեր տները ոչ այս իրավիճակում մենք ստիպված ենք եղել գնանք այս քայլերին որովհետև պահանջատերը մենք ենք, մենք պիտի տեր կաղնենք բոլոր այդ իրավունքներից սկսած, սոցիալական հարցերից, Արցախի հիմնախնդրի հետ կախված բոլոր այդ մեջբերումները դուք ինչ ասում եք, մենք պիտի տեր կաղնենք ու մենք պիտի գնանք մինչև վերջը։ Պատասխանը ընդհանրապես ես նորից եմ ասելու, դա լինելու է իրանց կողմից այդ մի շաբաթվա ընթացքում տված ժամանակի արձագանքը։ Սպասեք այդ արձագանքին, դրանից հետո արդեն կձևավորվի մեր կողմից հանրահավաքը, Ազատության հրապարակում բազմամարդ իշխանական քարոզչամեքենան շահարկեց, ասեց, որ ըստ էության քաղաքական ուժեր կան կանգնած այդ ամենի հետևում եւ իրենց ձևակերպավ, իրենց խոսքերով ձեր խնդիրները բնավ սոցիալական չեն, այլ քաղաքական են։ Ուրեմն իշխանության կողմից բոլոր այդ ձեռնարկումները ձախողվել է, որովհետև եթե եկել են այսօր այդ արդեն գործողության խոսքի հանդիպման կամ հրավիրելու, դա արդեն ցույց է տալիս, որ ժողովուրդը իր ուժով, իր ճնշումով եկել հասել է այդ բաների, որ պիտի պատասխան տան իրենք։ Ստեղ ոչ մի քաղաքական հասկացողություն չկա, սա հանրային շարժում է ժողովրդի կողմից բարձրաձայնող այն հարցերի շուրջ, որ կախված է, նորից եմ ասում, սկսած իրանց իրավունքներից, սկսած իրանց սոցիալական հարցերից, սա տարանջատել պետք չի։ Լավ, ասում եք քաղաքական ենթատեքստ չունի, բայց արդյոք Արցախի հանրապետության իշխանությունները աջակցում են այս օրակարգին, թեկուզ հանրային օրակարգին։ Ես գիտեմ, թե բոլորը պիտի աջակցեն, եթե բաց տեքստով աջակցություն չկա, եկել բոլորը մասնակցել են հանրահավաքին։ Ստեղ այդ օրակարգի խորհրդի ձևավորման շրջանակում եղել է մի հատ խոսքիս էս կարևոր հիմք, որ բոլորը կարող են գան որպես մասնակից,
ոչ թե դերակատար։ Դերակատարը ստեղ պիտի լինի հանրությունը, դերակատարը պիտի լինի այդ իրավիճակում գտնվող ժողովուրդը։ Այստեղ այդ կարևորությունը մենք պահպանում ենք մինչև օրս։ Ով ինչ կողմից ինչ բաներ է ներկայացնում, բայց պարտադիր են իրանք էլ բոլոր նախնիների հետ կախված կամ նախնի ղեկավար պաշտոնյաները գան ժողովրդի կողքին կանգնեն, որ հետագա բոլոր process-ների գործողությունների մեջ կարևոր դերակատարություն ոչ թե բառերով լինի, այլ կոնկրետ գործողությունների ներկա ամեն մեկի մասնակցությունը պարտադիր լինի։ Դուք նշեցիք հարությունը, հա, ներկա լինի, բայց հանրահավաքի ժամանակ մարտի 29-ին, երբ Ազատության հրապարակում հավաքված էին մարդիկ, այնտեղ հնչեց այսպիսի մի հայտարարություն, որ մենք իշխանափոխություն չենք պահանջում, արցախցիները չունեն։ Հիմա դուք նշում եք հանրություն, խոսքը միայն Արցախի մեր հայրենակիցների մասին է, թե ընդհանուր Հայաստանի, որովհետև Հայաստանում գերիշխող մեծամասնությունը հանրության պահանջում է եւ կողմ է Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Դուք ճիշտ շեշտադրում եք արել հարցին, ես հարցին կոնկրետ պատասխանը։ Բոլոր այս գործողությունները սա չեմ ուզում տարանջատեմ, որովհետև ամեն մի նպատակի հասնելու մենք պիտի ազգովի հասնենք։ Ոչ թե արցախահայության հետ կոնկրետ հարցն է կախված, որ արցախահայությունը այս իրավիճակում գտնվելով ստիպված է այս ծանր իրավիճակում բարձրաձայնել այդ հարցերը, բայց արցախահայությունը պատրաստ է քննարկելու, արցախահայությունը կոչ անում բոլորին ժողովրդի մեր ազգի ներկայացուցիչները գան համատեղ մեր հետ միասին, այդ ճանապարհով գնանք, թե դա կախված է սոցիալական հարցերի, թե դա կախված է իրավունքների, որովհետև այս պահին ամեն ինչ ոտնահարված է, ամեն ինչ ոտնահարված է այս երկրում, օրենք չի կա, սահմանադրությունը խախտումներ է, ամեն ձևի, որ հաշվի առնելով քաղաքական տրամաբանությունով, ամեն ինչ խախտված է։ Մենք որպես հանրություն, մենք էս ենք ձևավորել, ժողովուրդ մեր ազգի ներկայացուցիչների մասին եմ խոսում, եկեք միանանք, միասնական բոլոր հարցերներ կենտրոնացնենք այդ բաների ուղղությամբ, միասնական մի ճանապարհով գնանք։ Մեր համար, ես ասեմ, այս ընթացքում ահագին ժողովուրդ են մեզ եկել մոտիկացել, քննարկումներ եղել է, բոլորին ողջունել ենք, բոլորին շնորհակալություն, ոչ թե այդ բառի բանի իմաստով, որ անտարբեր չեն։ Ժողովրդի կողմից կա ահագին արձագանքներ, պատրաստականությունը մեր հետ միասին միասնական առաջ շարժվելու ընթացքում։ Մարտի 29-ին համախմբում լինի եւ հենց այդ պահին մարդիկ շարժվեին դեպի կառավարության շենք։ Դուք ընդհանրապես այդ խորհուրդը, որը ձևավորվել է, տարբերակներ մտածել եք, որ հնարավոր է ժողովուրդը գա Ազատության հրապարակ եւ ասի եկեք բոլորս միասին միանանք եւ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այդ դեպքում ինչ պատասխան կլինի արցախցիների կողմից, հաշվի առնելով այն իրողությունը, որ հնարավոր է, որ այսօր կառավարության կողմից այսպես ասած փոխզիջումներ լինեն արցախցիների նկատմամբ։ Նայեք, խորհրդի կողմից արդեն որոշումը որ կայացվել է այդ կետերի, ինչ կետերից է 12 կետանոց պահանջից ձևակերպած, դեղ ձևավորվել է նաև քայլերը, որ ներկայացնում ենք, մի շաբաթ ժամանակ ենք տալիս, բայց դրանով ոչ թե մենք դրանով սահմանափակել ենք, դրա հաջորդական քայլերը կա, արդեն քննարկված է, ինչ ենք անելու բացական պատասխանի ընթացքում կամ դրական պատասխանի ընթացքում։ Դրա համար, որ օրակարգի խախտում չլներ, այդ ժամանակ մեծ հանրահավաք ժողովուրդը որ հավաքվել են, մենք ներկայացրել ենք այն ձևաչափը, որ խորհուրդը որոշում է կայացրած եղել, որովհետև շարունակական գործողությունը չենք ուզել օրակարգից շեղվելու կամ խախտելու այդ պայմանավորվածությունը, ու մենք նորից ես կրկնեմ, մենք գնալու ենք մինչև վերջ, թե ձեր ասած հրաժարական, թե այս մեկը մյուսը, ամեն ինչ, որ ասում ամեն ինչ քայլ առ քայլ հասունանալով, եթե իշխանության կողմից չլինի բավարար կամ այդ հարցերի պատասխանների հրապարակային ներկայացնելը, դա տալիս է այն բանը, բա դուք որ չեք տալիս այս պատասխանները, բա դուք չեք անդրադառնում
ժողովրդին, որ ձեր մեղքով են եկել այսօրը հասել, չեք անդրադառնում, բան եք անում, ուրեմն հասկանալի է, որ մեր գիտակցաբար արթնանում է ուրիշ արդեն, բա դուք ում համար եք պետք կամ ում եք ծառայում, կամ ինչի համար եք ծառայում։ Դրա համար ես չեմ ուզում վրաս խոսքի մտքեր ձևավորել, ես ուզում եմ նպատակին հասնելու քայլ առ քայլ գործողությունների շարունակական այդ աշխատանքը իրականանա, այդ իմաստով։ Այստեղ ոչ մեկը ոչ մի բանից չի վախում, ոչ մեկը ոչ մի բանից չի քաշվում, այստեղ հերթականության ձևավորված ֆորմատ կա, որ պիտի ինքը քայլ առ քայլ գնա, այս քայլը արել ենք, չկապադասխան գնում ենք այս քայլին, այս քայլը անում ենք, կապադասխան ասում ենք հաջորդ կետին, որ էլի այդ պահանջների մեջ է ներկայացրված։ Այսօր ինչ քայլեր եք նախաձեռնում։ Քայլերը մենք այսօր հրավիրած եկել այստեղ, որ քննարկում պիտի լինի, սպասում ենք, որ դուրս պիտի կամ որ հանդիպումից հետո պիտի արդեն դուրս գան, ներկայացնեն հանդիպման արդյունքները, այդ արդյունքների հիման վրա էլ մենք որոշում ենք կայացնելու հաջորդ գործողությունների կամ հաջորդ քայլերի մասին։